Ողջույն սիրելի հետևորդներ, եկել ենք այսօր Ջրառատ գյուղ, Ժորա Զաքարյանի հողամաս, այսօր եկել ենք ավատար տեսակի խաղող գնելու, հիմա մեզ մասնագետը կպատմի խաղողի մասին։ Սա քիշմիշ ավատարն է, շատ ուժեղ աճ ունի մուղ է, նայեք, նույնիսկ սրանք հորացրեն, հորացած չվերը բերք չեն տալի, այս հորացած չիրը ստեղից այսքան տեղը բերք չի տալի, բերքը տալու ես արդեն երկրորդ ծուի վրա, բջի վրա, ոնց որ ժողովուրդը բիջ է ասում, սրա վրա է բերք լինում, հորացած ոչ մի շիվ բոլոր խաղողների մոտ էլ բերք չի տալի, սա կլինի մոտավորապես կիլոյի կես այս ջութը։ Սա քանի տարեկան խաղող է։ Մովը 5 տարեկան է։ Սա օգոստոսի 10-ից հասել է։ Մինչև հիմա ասենց առողջ վիճակում մնում է մովի վրա։ Այսպես նկարեմ, որ Եթե մինուս 2 աշան ցուրտ անում, էլի չի վնասում, քանի որ շաքարը շատ է մեջ։ Սա մինչև երբ կարելի է պահել մովի վրա ու Մինչև ցրդարություն։ Սրա մշակությունը նույնն է, ինչ սովորական խաղող։ Բոլոր խաղողներն են։ Շատ չպետք է ջրենք, շատ չպետք է սնուցում տանք, որովհետև շատ աղորան։ Նույնից ասեմ։ Սա քիշմիշ ավատարն է։ Որքան եք վաճառում, ձեզ ինչպես գտնենք ինտերնետում։ Մի ավատարի մի տնկին վաճառում եմ 10,000 դրամ։ Խաղողը ծախել եմ 1000-ից 1500 դրամ։ Երևանից շատ կանայք եկել են 1500 դրամ առիթ արել ու իրենք չամիչ անեն, ասում են պարսկական չամիչից զեզվում ենք, մենք ուզում ենք մեծ։ Սրա մեջ կուտ չկա, այսինքն։ Բոլորին կուտ չկա, լրիվ մաքուր։ Հասկանալի։ Եթե մատի չափով ցույց տանք, փորձենք սիրելի հետևորդներ, կարող ենք մատի չափով ցույց տալ։ 4.5 սանտի կա։ Տեսեք, իմ մատից վրա կարող եք տեսնել 2 ծալի չափ։ Հա։ 2 ֆալանգի չափ, այսպես ասած։ Մի րոպե, լինում է նաև մինչև 6 սանտի երկարությամբ եղել է։ Օ, հետաքրքիր է։ Իսկ համի առումով թթվաշ խաղող է, քաղցր խաղող։ Շատ համով է։ Ամերիկայի մեջնի սորտը ուտում ես ոնց որ մռու քաղցր լիբարն ուտես, կամ վարունգ ուտես։ Իսկ մեր մոտ շատ համով է, լեկ երազ ջանետի։ Շատ լավ։ Այսինքն մեկը սրսկած չի։ Կարող եք տեսնել մեջը, որ կուտել չկա, ես կեսը տարել եմ, կուտել չկա։ Բացի ավատարից ինչ տեսակի խաղողներ ունեք, որոնք նաև վաճառում եք։ 75 տեսակի խաղողի սորտեր ունեն, մեծ մասը ամերիկյան քիշմիշներ են։ Սա քիշմիշ լամբորջինին է։ Ուշահաս սորտը, հասնում է սեպտեմբերի 1-ից հետո։ Եվ որքան է մնում քոլի վրա։ Մինչև էլի ցրտարություն մնում է, որտեղ շաքարը շատ է մեջը գույացած։ Ու երկու աշեն ծրի ժամանակ չի գնացում։ Հիմա գնանք այնտեղ։ Դա ինչ տեսակի խաղ։ Քիշմիշ արատն է, ամերիկյան սորտը, մաքուր քիշմիշ է, ոչ մի բան չկա մեջը։ Գոլդեն խնձորի համով է խաղողը։ Ուտում ես, չգիտես խաղող ես ուտում, թե խնձոր ես ուտում, երկու համով միասին է։ Հետաքրքիր։ Շատ բերքատու է, սա էլ է ուշացնում։ Սա խալազինիկում շատ լավ պահելու է։ Կաշին շատ հաստ է, դիմացկուն խաղող է։ Ես էլ կեր որ։ Հիմա սրա համն էլ փորձենք, տեսենք։ Օ, շատ հետաքրքիր համ ունի։ Շատ հետաքրքիր համ ունի։ Խորհուրդ կտամ նաև, եթե գաք ավատար գնեք նաև այս տեսակը, որտեղ իսկապես կծելուց էլ խնձորային համ է գալիս։ Մեկ րոպե։ Սա էլ մեկ ուրիշ տեսակի խաղող է, ինչպես է կոչվում։ Սա քիշմիշ վելեսն է։ Ըստ YouTube-ի տվյալների մինչև 5 կիլոգրամ ճուտը քաշ է ունենում։ Ես ամռանը նախորդ վիդեոները որ թերթեք տեսնեք։ Հավաքել եմ արկղով, արկղի վերևում են մի հատ 3 կիլոնոց ճուտա դրած, ասում են հիմա առաքիչը գալու է տան ու եկան տարան։ 3 կիլո քաշ ուներ, ոչ մի հատ մեխած գիրած չկար ինչ։ Շատ ճուտ է հասնում։ Սա էլ, այսինքն միջև ցրտահարությունը կմնա։ Սա երրորդ բերքն է։ Տարվա մեջ այս տարվա։ Երրորդ բերքն է։ Սրա մեջ էլ կուտ չկա։ Կուտ չկա, սա էլ 4-րդ բերքն է, բայց չի հասցնում։ Հա, եւ ունի 4-րդ եւ կարծեմ։ Հա, նույն սորտ։ Հա։ Նույնն է։ Շատ հետաքրքիր։ Այս է 4 աշկ, 5 աշկ, 6 աշկ, 7 աշկ։ Սա պատվաստի համար ցույց տալի։ 9 աշկ, քեզ 9000-ի նվեր եմ տալի, հա, բռնի տաշ։ Նվեր եք տալիս։ Ոյ Աստված օրհնի ձեզ։ Ես էլ եմ համարյա հավատացյալ։ Համայրա չէ, բոլորն էլ հավատացյալ են։ Ահա, սիրելի հետևորդներ, այսպիսի բաներ Պապիկի այգում կարող եք շատ տեսակի խաղողներ տեսնել, եթե դուք խաղողների սիրահար եք։ 75 տեսակի։ Եվ ասեմ, որ մեկը մյուսից օրիգինալ են, եթե դուք
սիրահար եք խաղողների, ապա սիրով կարող եք գալ այստեղ։ Ես էջի ներքևում կթողնեմ նաև կոնտակտային տվյալները, կարող եք կապվել եւ անպայման այցելել ու գնել ձեր ցանկալի խաղողի տեսակ։ Այսքանը, դե ինչ, կհանդիպենք։